Մեր հաջորդ կապը ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ է, բարև ձեզ Գարեգին։ Բարև ձեզ։ Դուք տաղավարում չեք, որովհետև պատճառ կար դրան, չասենք ինչ պատճառ է, բայց ներում ենք այս անգամ ձեզ։ Առողջական։ Լավ, առողջացեք։ Մինչ այդ աշխատենք, հա, Գարեգին, մի քանի րոպե։ Մի թարմ տեղեկություն եմ պատրաստել, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ են շարունակում մնալ Հայաստանի Սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Բանակցությունները այստեղ կանգ են առել, թե մտել են փակուղի։ Չէ, բանակցությունները շարունակվում են, կարծում եմ նույն ոգով եւ ոճով, ինչը ի սկզբանե թելադրել է ադրբեջանական կողմը եւ այստեղ ինչպես նախորդ բոլոր զիջումների դեպքում դարձյալ Հայաստանից ակնկալում է ադրբեջանական կողմը նոր զիջումներ։ Հենց դա նկատի ունեմ։ Բանակցություն ասելը ներողություն մի քիչ վերամբարձ կարող է հնչել, այստեղ ավելի շատ ոչ թե բանակցություն է, այլ միակողմանի պահանջների հետևողականորեն պարտադրում։ Այնինչ ընթերցեցի, դա ուրեմն դա վերջը չէ, էլի պահանջներ կլինեն։ Եթե անգամ այս պահանջների բանալին գտնի Երևանը։ Նայեք, ես չեմ կարծում, որ Ադրբեջանի խնդիրն է Հայաստանի հետ խաղաղություն կնքելը, հակառակ դեպքում կարող էին այդ նման պայմանագիր կնքելու ցանկության դեպքում արդեն այն կնքված կլիներ։ Եվ սա մի գործընթաց է, որը միտված է Հայաստանում անընդհատ լարվածության մեջ պահել թե ժողովրդին, թե իշխանություններին, թե պարտադրել տարբեր տեսակի զիջումներ այդ գործընթացի շրջանակներում, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից, այնպես որ ասել, որ մենք խաղաղության ենք գնում, դա միամտություն կլինի։ Գնում ենք ընտրությունների 2026։ Մենք գնում ենք ընտրությունների, բայց առանց այս պայմանագրի կգնանք, այսինքն։ Գիտեք, չեմ բացառում, որ ինչ որ փուլում Ալիևը որոշի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի ձեռնտու իշխանություն է Հայաստանում, քան հնարավոր ձևավորվելիք այլընտրանքային քաղաքական ուժը կամ ուժերը կամ դրանց դաշինքը։ Այդ դեպքում գուցե եթե Հայաստանում հակակշիռ ձևավորվի նախկին եւ ներկա իշխանություններին, այդ դեպքում հնարավոր է, որ Ալիևը որպես աջակցություն, այսպես ասած, իր համար ավելի ցանկալի ուժերի փորձի որևէ կերպ ժեստ անել, այսպես ասած, պահելու համար Հայաստանում գործող իշխանություններին։ Իսկ եթե պատկերավոր ասած մարզադաշտում մնան ներկաներն ու նախկինները, այդ դեպքում դժվար կընկվի, որովհետև երկու դեպքում էլ իր համար խնդիր չկա պարտադրելու կամ շարունակել պարտադրել իր կամքը։ Հայաստանի ներքաղաքական օրակարգում նորից տաքանում է Արցախի թեման, պատերազմի թեման, դրանից են օգտվելու, այդ գործիքն է գործելու։ Ես նկատի ունեմ վերջին, այսպես ասած, իմպուլսները այդ կողմից։ Դե Հայաստանի հասարակության մի մասի համար Արցախի թեման փակված չի եւ դրա չասեմ շահարկման, բայց այդ հարցը անընդհատ բարձրանալու է։ Այսինքն այնպես չի, որ ինչ որ մի իշխանություն կգա եւ այդ հարցը կարող է բարձրանալը մի բան է, շահարկելը մեկ այլ բան է, Գարեգին, դնենք այդ սահմանը, թե չէ։ Սահմանը ում հետ։ Սահմանը խնդիրը գոյություն ունենալու եւ խնդիրը շահարկելու հետ։ Չէ, դե նայեք, շատ դժվար է հասկանալ կոնկրետ ով է շահարկում եւ ով է սրտացավ կամ մտահոգ այդ հարցով։ Այդ առումով քանի հարցը կա, լինելու են եւ մտահոգ մարդիկ, որոնք փորձելու են այդ խնդիրը առաջ մղել եւ լինելու են մարդիկ, որոնք փորձելու են օգտվել նույնն է շահարկել։
այդպես քանի հարցը կա եւ նրանք են լինելու եւ նրանք են լինելու։ Օրինակ, Հայաստանի երկրորդ նախագահ այսպիսի մի բարակապակցություն օգտագործեց իր խոսքում, որ Հայաստանն է սադրել բովանդակությունը դա է 44-օրյա պատերազմը։ Հիմա դա ինչ է։ Դա Ալիևի կողմից գործած հանցագործությունները լեգիտիմացնելու փորձ, որը իմ կարծիքով ռուսական գծի մեջ է եւ Ռուսաստանի Ինչու ռուսները ինչ կապ ունեն դրա հետ։ ռուսները Ուղիղ կապը ուզում եմ տեսնել էլի այդ։ Չէ, նայեք, դե մեծ հաշվով չեն թաքցրել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, որ իրենք ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական պատերազմի մեջ, այդ պայմանագիրը կնքելու մեջ, եւ Վլադիմիր Պուտինը անձամբ է այդ պայմանագիրը մշակել եւ այլն, այստեղ երկրորդ կարծիք լինել դժվար է, եւ մյուս կողմից կա խնդիր, օրինակ լեգիտիմացնելու Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը կամ պատերազմը Ուկրաինայի նկատմամբ եւ որ գրեթե նույնն է Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները Հայաստանի նկատմամբ։ Այստեղ շատ լուրջ զուգահեռներ կան եւ եթե ենթադրենք Հայաստանում կա մի ուժ, որը ակնկալում է վաղը մյուս օրը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ միութենական պետություն կազմել, ապա այդ ուժի շահերից է բխում առաջ տանել այն թեզը, որ ամբողջ մեղավորությունը Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններինն է, պատերազմը սադրել ենք մենք, հրահրել ենք մենք, սկսել ենք մենք, պարտվել ենք մենք եւ այլն, եւ այդտեղ Ռուսաստանը կամ Ադրբեջանը որևէ մեղք չունեն։ Դրանով իսկ այդ ուժը ցույց է տալիս իր լոյալությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Չգիտեմ պատահականություն է թե ոչ, այսօր էլ հայտնվեց Վիտալի Բալասանյանի նամակը, գրած Պուտինին, այդ նամակում խնդրում է արցախցիներին վերադարձնել իրենց տներ։ Չգիտեմ զուգադիպություն է թե ոչ, ես 2-3 օր առաջ նայեցի աչքովս ընկավ Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձը Վլադիմիր Պուտինին։ Թարմ բան եք, նոր բան եք ասում։ Ինչպես։ Նոր բան եք ասում, հա։ Չէ, 20 թվականի պատերազմի ընթացքում։ Եվ հիշեցի այդ ժամանակ նաև Զորի Բալայանի նամակը Վլադիմիր Պուտինին, նամակներ Գյուլիստանի հայ իրականության պայմանագրի վրա կառուցած։ Մենք որպես հասարակություն, որը չի ինքնորոշվել եւ չի ցանկանում պատասխանատվություն կրել իր կյանքի, իր կենսագործունեության, իր ապագայի առաջ, անընդհատ փնտրում ենք տերեր եւ մեր այսպես կոչված քաղաքական վերնախավը, որ մինչև հիմա եղել է, շարունակում է այդ գիծը պահել, սկսած, չգիտեմ, Իսրայել օրուց կամ գուցե դրանից էլ առաջ։ Այնպես որ ես չեմ զարմանում Վիտալի Բալասանյանի նամակի վրա եւ կարծում եմ դա վերջին նամակը չի, ելի կլինեն նամակներ։ Դե դեպքում մի նամակ էլ պետք է Իրանի նախագահային ուղարկել, չէ՞։ 2 օր առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի անկախտելի մաս։ Իրանը հայտարարեց, որ միշտ է ճանաչել Ադրբեջանի անկախտելի մաս, այսինքն որքան հասկացա դա նոր չի, եւ կարծում եմ այստեղ խնդիր նեղանալու, նեղվելու կամ Չէ, խոսքը այդ մասին չէ երբեք, հա։ Կարիք չկա, որովհետեւ երբ որ դու քո իրավունքները զիջում ես, դրանից փորձում են օգտվել հնարավոր շահառուները։ Իրանը այդ շահառուներից մեկն է, որ փորձում է իր հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, իր համար առավելագույն շահեկան պայմաններով, եւ օրինակ այն, որ մենք ճանապարհի հետ կապված լեզու չենք գտնում, Իրանը օգտվում է դրանից։ Այն, որ մենք Իրանի հետ մենք ասելով Արցախի իշխանությունները, հա, Իրանի հետ սերտ համագործակցության եզրեր չէին գտնում, հիմա Ադրբեջանը, չգիտեմ, այդ տարածքում ջրամբարներ են կառուցում, հեկ են կառուցում եւ այլն, այսինքն դա նորմալ գործընթաց է
Իրանի խնդիրը չի Հայաստանի հզորացումը, Իրանի խնդիրն է իր շահերը պահելը, իր շահերից է բխում ճանաչել Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը։ Մեծ հաշվով Հայաստանի ներսում պայքարը հանուն իշխանության սկսված է, հա։ Այո, ես կարծում եմ սա իմ հիշողության մեջ ամենաշուտ սկսված ընտրարշավն է։ Հայաստանի անկախությունից ի վեր ընտրություններից մի ամիս առաջ սկսվում էին ընտրությունները եւ ընտրություններից մեկ ամիս ամենաշատը հետո վերջանում էին բոլոր քաղաքական գործընթացները մինչև հաջորդ ընտրություններ։ Այս ընտրությունները մեր համար այդքան ընտրություն չեն, որովհետև մեծ հաշվով չկան կայացած քաղաքական ուժեր, բայց այս գործընթացը որպես process, որի ընթացքում տեղի է ունենում քաղաքացիների եւ առանձին խմբերի քաղաքականացման եւ ինքնորոշման գործընթաց կարեւոր է։ Հա, եկանք կարևոր հանգամանքի, ներքևում ինչ որ բան է տեղի ունենում անոմալ։ Հանուն հա։ Միանշանակ, այո, ես կարծում եմ քաղաքացիների գիտակցական մակարդակի բարձրացում, հարցեր է առաջանում մարդկանց մոտ, որոնց պատասխանները իրենք սկսում են փնտրել եւ այդ process-ն էլ կամ այդ գործընթացը տանում է հասարակության քաղաքականացման բառի լավ իմաստով։ Դե օրինակներից մեկը, օրինակ տրենդային էր համարվում վերջին շրջանում Գյումրու ընտրությունները այդ իմաստով, չէ՞։ Հիմա նորքի միջադեպ հայտնվեց, հիմա դրա շուրջ է տաքանում ինչ որ բան։ Նայեք, երկու հարթություն կա։ Կա ակտիվ քաղաքացիների եւ պետական կառույցների միջև այսպես արճակատում եւ այդ ակտիվ քաղաքացիների զգալի մասը կամ հարում են նախկին իշխանություններին կամ աջակցում են կամ նրանց գաղափարները կիսում են եւ կա մեկ այլ հարթություն, որտեղ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման եւ պահանջատեր դառնալու այսպես լուր գործընթաց է գնում։ Ես երբ որ խոսում էի քիչ առաջ, խոսում էի այս երկրորդ դրսևորման մասին, ակտիվությունը ես նկատում եմ այդ մակարդակում եւ դա պակաս կարեւոր չի, քան բուն ընտրությունները։ Դատավոր է կալանավորվել։ Այդ ծիրում է, հա, կաշառքի գործով։ Նայեք, մի կողմից կարելի է իհարկե ուրախանալ, որ արդարությունը, այսպես ասած, Չէ, նաև ափսոսալ, որ դատավորները բավականին բարձր են վարձատրվում, չէ՞, մեր նոր իրականությունում այս։ Եվ այդ երևույթը պետք է արդեն նահանջած լիներ, չէ՞, այդ համակարգից։ Այո, շատ ճիշտ եք ասում, ես հենց դա եմ ուզում ասել, բայց մյուս կողմից, երբ որ գիտակցում ես, որ այն այսպես կոչված ռեֆորմները, որոնք արվել են, չեն տվել այն ակնկալվող արդյունքը, որի մասին խոսում էին, դա տխրեցնում է։ Իհարկե, մյուս կողմից սպասելի էր այս ամեն ինչը, այսինքն այնպես չի, որ մենք դες նստած սպասում ենք, որ հեսա այդ ռեֆորմները շատ ուժեղ փոփոխություններ են բերելու, բայց իհարկե լավ կլիներ, որ ինչ որ դրական տեղաշարժ եղած լիներ։ Գարեգին, եւ վերջինը, մայիսի 9-ն է մոտենում, հետխորհրդային երկրների ղեկավարները մեկնում են Մոսկվա, կա ինչ որ նշանային բան այստեղ Հայաստանի համար։ Անշուշտ սա հերթական դրսևորումն է մեր իշխանությունների, որ այսինքն ինչ պետք էր անել։ Ես չգիտեմ, գուցե նորից COVID-ով հիվանդանալ, հա, մենք արդեն 2 անգամ հիվանդացել էինք։ Դե մի քիչ լուրջ մենք նկատի ունեմ մեր ղեկավարը։ Բայց մյուս կողմից օրինակ, եթե մենք կարողանայինք մեր ինստիտուտները կայացնել եւ վտանգ չլիներ, որ Հայաստանում գործընթացները տանում են բևեռացման եւ գուցե ընդհանուր մինչեւ ավտորիտարիզմի,
Այդ դեպքում ինչու ոչ կարելի էր ինչ որտեղ որպես հավասարի հարաբերվել եւ Ռուսաստանի հետ։ Բայց ցավալին նա է, որ մեր իշխանությունները ինչպես որ չեն իրականացրել ներքին բարեփոխումները եւ ինստիտուտների կայացման գործում ոչինչ չեն արել, նույն կերպ շարունակում են հույսը դնել արտաքին ուժերի վրա եւ փորձում են իբր թե խելոք գառի դեր կատարել, որ շահած դուրս գան, բայց ցավոք սրտի արտաքին քաղաքականությունը այդպիսի դրսևորումները չի ներում եւ մենք գուցե շուտով սպասենք հերթական պատասխանին, հա, այդ քայլին, օրինակ ընդհանուր մինչև դիտորդների հեռանալը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Այսինքն, երբ որ մեր ղեկավարը կամ ղեկավարները ցանկացած որևէ քայլ են անում, չի կարելի դա միակողմանի նայել եւ պետքա լավ բալանսավ հաշվարկված լինի, հա, հետևանքները։ Ես չեմ կարծում, որ Այսինքն Մոսկվա գնալը մայիսի 9-ին մասնակցել այդպիսի գին ունի Գարեգին, հա։ Կարող է ունենալ, այո, կարող է ունենալ։ Որովհետեւ դա ըստ էության Հայաստանի կողմից Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության լեգիտիմացման քայլ է։ Դե մյուս կողմից այդ պատմության մասնակիցներից մեկն է Հայաստանը, Գարեգին, ինչու եք մոռանում դա։ Կներեք, ես վերջերս եղբայրս ասում էր գնանք, ես դե Վրաստանից եմ, գնանք Վրաստան մայիսի 9-ը, ասում եմ ես չեմ կարող գալ, չեմ գալիս, չեմ ուզում գալ, ասում եմ ինչի մեր պապն էլ է կռվել, ես էլ ասում եմ մեր պապը կռվել է, որովհետև բռնել եւ տարել են, մեր գյուղից 300 հոգանոց գյուղից 67 զոհ ա եղել պատերազմի ընթացքում, միայն զոհը, ես այդ վերադարձածներ են եղել, որոնց մի մասն էլ աքսորվել են։ Մենք մասնակցել ենք, որովհետև չենք կարող չմասնակցել, մասնակցել ենք այնպես, ինչպես մեզ ասել են, այնտեղ, որտեղ մեզ ասել են, եւ այնքանով, որքանով մեզ ասել են։ Այդտեղ հայ ժողովրդի պայքարը չէր ֆաշիստական Գերմանիայի դեմ, հայ ժողովուրդը որպես մսացու էր Դե ինչպես կայսրության մյուս անդամները, հիմի իհարկե, ես չեմ ասում, որ տերմինները տարբեր են դրել, բայց մենք այդ կայսրության մեջ էինք եւ չէինք կարող Այո, եւ այդ պայքարը չի եղել մեր պայքարը, մեր ազատության համար պայքարը, այդ պայքարը եղել է սովետական միության պայքարը արևմուտքի դեմ, որտեղ մենք եղել ենք մսացու։ Այն որ մենք մասնակցել ենք, դա մեր գիտակցված ընտրությունը չի եղել։ Միգուցե վիճելի բան ես ասում, Գարեգին, բայց ձեր կարծիքն է։ Եվ շնորհակալություն միանալու համար։ Այսքանը։ Ես էլ եմ շնորհակալ։ Գարեգին Միսկարյան, ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն։